Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Բաքու այցի նպատակը առաջին հայացքից սոսկ դիվանագիտական է երկկողմ հարաբերությունը խորացնելու հարցում քննարկումներն ու խորհրդակցությունները, իսկ ինչ այլ շերտեր կան տարածաշրջանային ակտիվացման ենթատեքստում։ Կարելի է ենթադրել, որ Իրանի արտգործնախարարը Ադրբեջանում քննարկելու է շատ կոնկրետ հարցեր, որոնք գուցե կապված են նաև այն օրակարգի հետ, որ քննարկվում է թուրք-իրանական տիրույթում, վերլուծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Մասնավորապես մի քանի օր առաջ Իրանում էր Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, իսկ առաջիկայում ծրագրվում է Էրդողանի այցը Թեհրան։ Ֆիդանի այցի և Էրդողանի սպասվող այցի արանքում Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանում է Ադրբեջանի խորհրդակցությունների, այդ թվում հանդիպելով նաև Իլհամ Ալիևի հետ։ Կա 3 հիմնական ուղղություն, որոնց կարող են վերաբերել այդ պայմանական եռանկյունաձև քննարկումները՝ Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք, Կովկաս։ Կովկասը, սակայն, ավելի շուտ թերևս չբացառելու տրամաբանությամբ։ Ավելի հավանական է, որ առանցքում կլինի Մերձավոր Արևելքը, թե Սիրիայի, թե Գազայի իմաստով։ Օրերս եղան տեղեկություններ, որ դիտարկվում է Գազայում կայունացնող կոնտինգենտի տեղական հնարավորություն, որտեղ կլինի նաև Ադրբեջանը։ Հնարավոր է, որ Բաքուն դիտարկվում է որպես օղակ Թուրքիայի և Իսրայելի միջև։ Իրանն այդ հարցում բնականաբար ունի իր շահերը, հետևաբար այստեղ անշուշտ կարող են լինել Թեհրան-Անկարա-Բաքու քննարկումները։ Ըստ փորձագետի պետք չմոռանալ նաև Սիրիան Ֆիդանի այցի համատեքստում Իրանում Թուրքիայի դեսպանը արել էր մի հայտարարություն, որ Թուրքիայի և Իրանի գործակցությունը Սիրիայի կայունության հարցում կարևոր նշանակություն ունեցող գործոն է։ Սա ի դեպ ի գիտություն այն կարծիքների, թե Իրանը Սիրիայում հայտնվեց խաղից դուրս։ Սիրիայում նոր իրավիճակում հավակնություններ ունի նաև Ադրբեջանը։ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային 3+3 ձևաչափի հերթական հանդիպումը անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Eyni zamanda mən dəyərli həmkarıma Կարծում եմ այս անգամ հայկական կողմից առաջարկը մերժելու հիմքեր չենք տեսնում։ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկեց հաջորդն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշեցինք, որ Ադրբեջանում հանդիպում կազմակերպելուց հետո կհամաձայնենք հաջորդ նիստն անցկացնել նաև Հայաստանում։ Ցավոք համաձայնության գալ չհաջողվեց։ Հայկական կողմը չհամաձայնեց նման հերթականությանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Թեհրանը դրական է գնահատում Բաքվի նախաձեռնությունը։ Մենք աջակցում ենք այդ քայլին և կարծում ենք, որ այն կարող է ուժեղացնել և ավելի գործուն դարձնել 3+3 մեխանիզմը։ Թեհրանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների դրական ընթացքը և կարևոր է համարում տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդումը։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է 3+3 ձևաչափով հանդիպման վերաբերյալ Բաքվի առաջարկին ընդհանուր ընկալմամբ, այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք, հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Իրանի համար 3+3 ձևաչափը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և Անկարայի ու Բաքվի համատեղ ազդեցությունը չեզոքացնելու միջոց է, վստահեցնում է Իրան-Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Արմինա Արմը։ Փորձագետի խոսքով նման հավասարակշռությունը կօգնի Ռուսաստանի և Իրանի ներկայությունը, հավելելով, որ այս տարվա հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանը վերանայել է արտաքին անվտանգության հետ կապված իր մոտեցումները։ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների հետ Իսրայելի ռազմատեխնիկական ներկայությունն ու համագործակցությունն ուղղված են Իրանի շուրջ օղակ ստեղծելուն, ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնմանը, Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերի խորացմանը և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունների։ Այս ամենը Իրանը համարում է իր անվտանգության համար մարտահրավերներ և իր հյուսիսային սահմանի ապակայունացման սպառնալիքներ։ Իրանը նմանատիպ մտավախություններ ունի Հայաստանի տարածքով Սյունիքի մարզով անցնող Թրամփի ուղու հետ կապված։ Տեսականորեն ցանկացած տարանցիկ երթուղի նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային առևտրի համար։ Սակայն փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ քաղաքական հովանու ներքո ցանկացած տրանսպորտային միջանցք վաղ թե ուշ դարձել է աշխարհաքաղաքական հավակնությունների օբյեկտ, այլ ոչ թե տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման միջոց։ Դա արտացոլվում է Իրանի ազգային անվտանգության նոր քաղաքականության մեջ։ Թեհրանում այդ երթուղին տեսնում են երկրի շրջապատման և Չինաստանի ու Ռուսաստանի հետ Իրանի հաղորդակցության վրա ազդեցության ռազմավարության մաս։
Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Իրանի զգայունությունը բխում է ոչ այնքան տարածման, որքան աշխարհաքաղաքականության հարցերից։ Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն նշանակում է տարածաշրջանում ուժերի բաշխման փոփոխություն։ Ուստի 3+3 ձևաչափով երկխոսության հիմքում պետք է ընկած լինի տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ տարանցիկ համաձայնագրերը չպետք է դառնան քաղաքական գործիք։ Դրա համար էլ Իրանը դեմ է Վաշինգտոնից եւ Բրյուսելից թելադրված խաղաղության մոդելներին, ամփոփել է փորձագետը։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արեմյան, TB News։